Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 47-րդ գլուխ։ Հովսեփ եկավ, Փարավոնի պատմեց եւ ասավ. Իմ հայրս ու եղբայրներս, անոնց ոչխարներն ու արջարները եւ անոնց ամբողջ ունեցածը Քանանի երկրեն եկան եւ ահա Քեսեմի երկիրն են։ Իր եղբայրներեն 5 մարդ արավ ու զանոնք Փարավոնի ներկայացուց։ Փարավոն անոր եղբայրներուն ասավ. Ինչ է ձեր արհեստը։ Անոնք Փարավոնին ասին. Քու ծառաներդ հովիվներ ենք, մենք ալ մեր հայրերն ալ։ Նաեւ ասին Փարավոնին. Այս երկրի մեջ բանտղտանալու եկանք, որովհետև Քանանի երկրի մեջ սովին սասկանալուն համար քու ծառաներուդ ոչխարներուն արոտ չկա։ Ոստի հիմա գաղերսենք ծառաներդ Քեսեմի երկրի մեջ թող բնակին։ Փարավոն Հովսեփի խոսեցավ ասելով. Քու հայրդ ու եղբայրներդ քեզի եկան։ Եգիպտոսի երկիրը արջևը թե քու հայրդ եւ եղբայրներդ երկրին լավակույն դեղը բնակեցուր։ Քեսեմի երկրի մեջ թող բնակին ու եթե գիտես թե անոնց մեջ ջարբիկ մարդիկ կան, վերահսկիչ նշանակե զանոնք իմ խաշինքիս վրա։ Հովսեփ իր հայրը Հակոբը բերավ եւ Փարավոնի ներկայացուց ու Հակոբ օրտնեց Փարավոնը։ Փարավոն Հակոբի ասավ. Քու կյանքի դարիներուն օրերը որ չափեն։ Հակոբ Փարավոնին ասավ. Իմ բանտղտությանս դարիներուն օրերը 130 տարի են։ Իմ կյանքիս դարիներուն օրերը քիչ եւ վատ եղան ու հայրերուս բանտղտության օրերու մեջ եղած իրենց կյանքի դարիներուն օրերուն չհասան։ Հակոբ օրտնեց Փարավոնը եւ դուրս ելավ Փարավոնի առջևեն։ Հովսեփ Եգիպտոսի երկրին լավակույն գողմը Ռամսեսի երկրի մեջ բնակեցուց իր հայրն ու եղբայրները եւ անոնց գալված դվավ ինչպես Փարավոն պատվիրեր էր։ Հովսեփ իր հայրն ու եղբայրները եւ իր հոր ամբողջ ընտանիքը անոնց երեխաներուն համեմատ հացով գդերագրեր։ Ամբողջ երկրի մեջ հաց չկար, որովհետև սովը հուժ սաստկացավ։ Եգիպտոսի երկիրն ու Քանանի երկիրը սովին բաժարով հյուծեցան։ Հովսեփ հացահատի կնողներեն Եգիպտոսի երկրի մեջ եւ Քանանի երկրի մեջ գտնված ամբողջ տրամը ժողվեց ու Հովսեփ տրամը Փարավոնի դունը դարավ։ Երբ Եգիպտոսի երկրին եւ Քանանի երկրին տրամը լմնցավ, բոլոր եգիպտացիները Հովսեփի եկան ու ասին. Մեզի հաց տուր, ինչու մեռնին քու արջևդ, քանի որ տրամը հադավ։ Հովսեփ ասավ. Ձեր խաշինքը տվեք, եւ եթե տրամը հադավ, ձեր խաշինքին փոխարեն դամ ցեզի։ Անոնք իրենց խաշինքը Հովսեփի բերին։ Հովսեփ հաց տվավ անոնց ցիերուն փոխարեն, ոչխարներուն փոխարեն, արջարներուն փոխարեն եւ էշերուն փոխարեն։ Այն դարին զանոնք հացով գերագրեց իրենց ամբողջ խաշինքին փոխարեն։ Սովը Երբ այն դարին վերջացավ, հետևյալ դարին անոր եկան ու ասին. Մեր դիրոջմեն չենք բահեր, թե տրամը հադավ եւ մեր անասուններու խաշինքն ալ մեր դիրոջ եղավ։ Ալփամը չմնաց մեր դիրոջ արջև, բացի մեր մարմիններեն ու հողերեն։ Ինչու կաչկերուտ արջև մեռնինք, մենք եւ մեր հողերը։ Մեզ ու մեր հողերը հացով կնե, եւ մենք մեր հողերով Փարավոնին ծառաներ ըլլանք։ Սերմ դուրմնեզի, որբեսի ողջ մնանք ու չմեռնինք, եւ հողը խոբան չլա։ Հովսեփ Եգիպտոսի բոլոր հողերը Փարավոնին համար կնեց, որովհետև եգիպտացիներեն յուրաքանչյուրը իր արդը ծախեց սովին սասկանալուն համար ու երկիրը Փարավոնին եղավ։ Իսկ ժողովուրդը քաղաք փոխադրեց Եգիպտոսի հողամասի մեկ ծայրեն մինչև մյուս ծայրը։ Միայն քուրմերուն հողերը չկնեց, որովհետև քուրմերը Փարավոնեն հատկացված բաժին ունեին եւ գուդեին իրենց բաժինը, որ Փարավոն անոնց կուտար։ Ադորամար իրենց հողերը չծախեցին։ Հովսեփ ժողովրդին ասավ. Ահա այսօր ցեզ ու ցեր հողերը կնեցի Փարավոնին համար։ Արդ ցեզի սերմ գուդամ, սերմանեցեք հողը։ Կեդինի փերքին 5-ն մեկը Փարավոնի պիտի տակ, ու 4 մասը ցերը պիտի լա, որբեսի արդին սերմ եւ ցեզի ցեր ընտանիքի մեջ եղողներուն ու ցեր մանուկներուն գերագուրը լա։ Անոնք ասին. մեզ ողջ բահեցիր, թող շնորհ գտնենք մեր դիրոջ արջև եւ Փարավոնի ստրուկներ ըլլանք։ Հովսեփ այս կանոնը հաստատեց Եգիպտոսի հողերուն վրա մինչև այսօր, որ 5-ն մեկը Փարավոնի ըլլա։ Բացի քուրմերուն հողերեն, որոնք Փարավոնին չեղան։
Հակոբի վերջին խնդրանքը։ Իսրայել Եգիպտոսի երկրի մեջ կփնագեր Քեսեմի երկիրը։ Հոն գալվածները ստացան, աջեցան ու հույժ բազմացան։ Հակոբ Եգիպտոսի երկրի մեջ 17 տարի ապրեցավ, եւ Հակոբի կյանքի տարիներուն օրերը 147 տարի եղան։ Երբ Իսրայելի մեռնելու ժամանակը մոտեցավ, իր Հովսեփ որդին կանչեց ու անորսավ. Եթե այժմ շնորհք կտա քո արջևդ, գաղերսեմ, թիր ցերկդ երանքիս դակ եւ գարեկցությամբ ու ճշմարտությամբ վարվե ինձի հետ։ Գաղերսեմ, զիս Եգիպտոսի մեջ մի թաղեր, հաբա իմ հայրերուս հետ տնչեմ, զիս Եգիպտոսին փոխադրե եւ զիս անոնց քերեզմանը թաղե։ Անալսավ, քու սածիտ համացայն բիդենեմ։ Հակոբսավ, ինձի երթումր է, անալ երթումր ավանոր ու Իսրայելի մահիջին սնարին վրա երգրբակեց։ Փարքեզ Դեր Աստված մեր, ամեն։